Շատ էիք խոսում տրանսպորտի թանկացման մասին, չնայած ՔՊԱ-ականները նշում էին, որ տրանսպորտը ավելացել է, սակայն ժողովուրդը մեկ է բողոքում են, նշում են, որ տրանսպորտը քիչ է, սակայն բարձրացրել են վճարը։ Ինչ եք մտածում այս մասով, իսկականից ավտոբուսները քիչ են։ Տրանսպորտի վիճակը ինքս որպես տրանսպորտով երթևեկող եմ ասում, չի բարելավել այն առումով, որ ամեն դեպքում մարդիկ ունեն հստակ ժամեր, երբ իրենց պետք է այդ տրանսպորտը, դա աշխատանքի դասի գնալիս է եւ տուն վերադառնալիս։ Հենց այդ ժամերին լուրջ խնդիր է եւ չես կարողանում նույնիսկ կանգնած վերադառնալ։ Այսինքն մենք եթե չունենք մեր երևանցիներին աշխատանքի տանելու, բերելու, դասի տանելու, բերելու նորմալ պայմաններ, նշանակում է, որ դու չունես նորմալ բարեփոխված տրանսպորտ մինչ օրս։ Մետրոպոլիտենը երբեք այսքան խղճուկ տեսք չի ունեցել, որ նայում ես տարեց մարդիկ վազում են, որ հասնեն, որտեղ 2 վագոն է ընդամենը, հա, մետրոն միշտ մոտենում է մինչև վերջ։ Այսինքն նման պատկերներ մենք որ տեսնում ենք հիմա չենք ունեցել, տեսնում ենք մետրոպոլիտենի խայտառակ հերթերը այդ նույն ժամին։ Իմ տղան սովորում է 2-րդ համալսարանում եւ տուն գալիս բաց է թողնում 5 անգամ մետրոն գնում է, որ կարողանա 6-րդին ինքն էլ ներս մտնել։ Այսինքն աննորմալ է սա։ Միևնույն ժամանակ գինը բարձրացրեցին այդ շատ վատ որակի սխալ մտածված աբոնեմենտները, հա, կազմեցին, որոնք իբր պիտի ավելի էժան լինեն։ Մենք տեսնում ենք, որ դրանք չեն վայելում ընդհանրապես, հա, երևանցիների կողմից որևէ հետաքրքրություն եւ այնինչ ես եմ տեսնում երեկոյան ժամերին միևնույն է երևանցիները չեն վճարում, մեծ մասը չի վճարում ամեն դեպքում, վճարում են այն ժամանակ, երբ ավտոբուսում քիչ մարդ կա, որովհետեւ գիտեն, որ ստուգողն է մտնելու է այդ ժամերին, մյուս ժամերին ստուգողը չի կարող մտնել։ Սա ինչ է, սա տրանսպորտային ռեֆորմի տապալում է եւ իդեպ համայնքային բյուջեն, եթե առաջ կմտնեին այդ 100 դրամները, որ մտնում էին, հիմա չի մտնում առհասարակ այդ բոլոր մարդկանց վճարները, պարզապես չեն վճարում։ Իսկ խցանումների մասով շատացել են խցանումները, նշում էին, որ եթե ավտոբուսը բարելավեն, կարմիր գծերը թանկացնեն, ապա ավելի հոսքը կքչանա, բայց ինչպես տեսնում ենք, խցանումները ամեն օր ավելանում են։ Ինչն է պատճառը, ինչ պետք է անեն իրենք։ Դե ավելին ասենք, մենք բազմիցս պնդում ենք, որ կարմիր գետագծերի թանկացմամբ իրենք փողոցները չեն բեռնաթափելու կենտրոնի։ Մենք ապացույցը տեսնում ենք, որ բացարձակ իրավիճակը չփոխվեց եւ Նիկոլ Փաշինյանն է նույնիսկ չէ արդեն սկսել խցանումներից դժգոհել, խոսելու փոխարեն թող հենց իր թիմին ասի, որ նախագիծը բերել եք, հիմնավորում եք, որ սա քաղաքը բեռնաթափելու համար է։ Ուր է ձեր բեռնաթափած քաղաքը։ Փաստորեն ստացվեց սա քաղաքացիների գրպանները դատարկելու համար էր ընդհանրապես։ Եվ այս պարագայում պետք են իհարկե լուծումներ եւ այդ լուծումները պետք է գտնեն մասնագետներ, ես մասնագետ չեմ, իրենք էլ մասնագետ չեն ցավոք, բայց իրենց վրա վերցնում են ցանկացած տիպի որոշում կայացնելու այդ իրավասությունը։ Ես կարծում եմ, որ այո, պիտի աշխատեն մասնագետներ, դա թե ճանապարհատրանսպորտային երթևեկության հենց մասնագետներն են, թե քաղաքային առումով ինժեներիայի հետ գործ ունենք, ճանապարհաշինարարության հետ գործ ունենք, այսինքն պետք է այդ հարցը դրվի եւ լուծում տրվի, որովհետեւ շատ վատ է լինելու։ Մենք դեռ չենք տեսել ինչ է տեղի ունենալու, երբ բնակեցվեն այն բազմաթիվ բարձրահարկերը, որ կառուցվում են, դրանք դեռ դատարկ են։ Չէ՞ որ այնտեղ էլ մարդիկ են ապրելու։ Նույն Կոմիտասը կանգնելու է ամբողջովին, որովհետեւ Կոմիտասից վերև որ տեսնեք քանի բազմաբնակարաններ կան, հա, նորակառույց։ Սա խնդիր է, չունենանք այլ ընտրանքային ճանապարհներ, չունենանք խելացի լուծումներ, Երևանը պարզապես դառնալու է մեքենաների համար անհնարին քաղաք։